Ինչ կապ ունեն Քարդաշյան քույրերը սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Ինչ համատեքստում են նրանց անունները հայտնվել ամերիկացի ֆինանսիստի գաղտնազերծված սկանդալային ֆայլերում։ Քարդաշյանների անունները հայտնաբերվել են այս էլեկտրոնային երկար նամակում, որը գրել է մի կին, ինչպես ինքն է իրեն ներկայացնում Էփշտեյնի ու նրա սիրուհու Մաքսվելի զոհը։ Նամակում հեղինակը նկարագրել է իր տառապանքները, պատմել ինչպես է երեխաների հետ ենթարկվել սեռական բռնության, թրաֆիքինգի, ֆինանսական ու իրավաբանական խարդախությունների զոհ դարձել։ Կինը Քարդաշյանների անունն է պարբերաբար շոշափել, նրանց մեղադրելով Էփշտեյնի մութ գործերի հանցակից Մաքսվելի հետ մտերիմ լինելու համար։ Ես հասկանում եմ, որ Մաքսվելը սերտ հարաբերություններ ունի Քարդաշյան քույրերի հետ, որոնք օգնել են այդ կնոջն օգտագործել ինձ։ Կան նաև բամբասանքներ, թե ինձ օգտագործել են հղիանալու համար, պետք է ԴՆԹ թեստ անել, բայց ես չգիտեմ, արդյոք դա ճիշտ է։ Քիմի և քույրերի մասին հիշատակվել է նամակի նաև այս հատվածում։ Ես Էփշտեյնի և Մաքսվելի զոհն եմ, ինձ ասել են, որ Քարդաշյան քույրերը օգտագործել են իմ անունը իրենց բիզնեսները առաջ տանելու համար։ Ապացույցներ չունեմ այս պնդումը հաստատելու համար, այդ պատճառով էլ սա թողնում եմ իրավապահ մարմինների քննությանը։ Նամակի հեղինակը թվարկելով Քարդաշյանների բիզնեսները, մասնավորապես Քայլի Ջեների ու Քիմի կոսմետիկ բրենդները, Քարդաշյաններին փորձել է ներկայացնել որպես Էփշտեյնի անօրինական գործողությունների ֆինանսական հանցակիցներ։ Նաև Քիմ Քարդաշյանի փոքր քրոջ Քենդել Ջեների անունն ենք կարդում սկանդալային նամակում, բայց շատ լղոզված, առանց որևէ հստակ ինֆորմացիայի։ Էլեկտրոնային նամակում ոչ մի ուղիղ մեղադրանք չկա Քարդաշյանների հասցեին, չկա որևէ լուրջ փաստարկ, որը կարող է ապացուցել Քարդաշյանների կապը Էփշտեյնի ու Մաքսվելի մանկապիղծ գործողությունների հետ։ Համաշխարհային լրատվամիջոցները նույնպես կասկածում են, որ Քարդաշյանների անունները նամակում օգտագործվել են, որպեսզի հեղինակի վկայությունը առանձնահատուկ ուշադրության արժանանա, եւ որ այս նամակը ԱՄՆ արդարադատության նախարարության աչքից հանկարծ չվրիպի։ Նամակի հեղինակը մանրամասն նկարագրել է Էփշտեյնի կղզում կազմակերպված մանկապիղծ երեկույթների մասնակիցներին առանց նրանց անունները տալու։ Հատկապես դաժան էր Լոնդոնից եկած մարդը, մեկն էլ կար, Մայամիից էր եկել, պատմել է նա, հիշելով, թե ինչպես է մի անգամ փոքրիկ աղջկա դիակ տեսել ծառին կապած։ Ըստ տարբեր վկայությունների, անիծված կղզու հյուրերը ազդեցիկ հարուստներ են եղել, որոնց Էփշտեյնը պարբերաբար հրավիրում էր 13-ից 14 տարեկան երեխաների մասնակցությամբ իր կազմակերպած մանկապիղծ միջոցառումներին։ Այդ երեխաները հայտնվում էին կղզում անկախ իրենց կամքից։ Էփշտեյնի սիրուհին ու հանցակիցը Մաքսվելն էր անապահով ընտանիքների երեխաների գտնում, նրանց առաջարկելով մերսման աշխատանք լավ վարձատրությամբ։ Հիմա բոլոր հայտնիները, այդ թվում պաշտոնյաները, որոնց անունները գտել են Էփշտեյնի ֆայլերում, հերքում են, թե երբևէ եղել են սկանդալային այդ կղզում։ Դոնալդ Թրամփը ամեն օր է հերքում Էփշտեյնի պիղծ երեկույթներին իր մասնակցությունը։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Ես Ջեֆրի Էփշտեյնի հետ ոչ մի կապ չունեմ։ Ես լիովին արդարացվեցի Էփշտեյնի գործով։ Մինչև հիմա միայն Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր Էնդրյուի մասնակցությամբ են հայտնաբերվել այնպիսի տեսանյութեր, որոնք հստակ ապացուցում են, որ նա եղել է Էփշտեյնի կղզում, մասնակցել նրա կազմակերպած երեկույթներին։ Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի եւ դքսի տիտղոսներից, չնայած ինքը հերքում է իր դեմ մեղադրանքները։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։